Ուզում ա ներս թողել։ Սա հիվանդանոց կա, ու հիվանդատես եկողների մուտքը չեն արգելում։ Ինչի համար եք եկել։ Կամ ով ա ձեզ իմ տեղը ասել։ Հա, չնայած պարզ չի, որ դավաճան մարդան ա ասել, բայց հույս չունենաք, որ իմ երեխեքին վնասելու եք։ Ես մինչև վերջին շունչս պայքարելու եմ։ Մարդան ինձ խնդրել ա, որ օգնեմ քեզ։ Ոնց պիտի օգնեք, զույգերի սպանելով։ Չէ, այդ զույգերին լույս աշխարհ բերելով։ Էս ինչ նոր խաղեր եք խաղում։ Ինչ եք ուզում գլխիս սարքած լինեք։ Ինձ պետք է, որ այդ երեխեքը ծնվեն։ Իսկ նոր տարուց հետո դուք ձեր տղային տեսել եք։ Դուք գիտեք, թե նա ինչ ա մտածում։ Ինքը լրիվ թքած ունի։ Այստեղ մեկն է, երկուսը թե երեքը։ Եթե դու քեզ ավելի հավաք պահես, այդ երեխաներին ունենաս ու չվազես Վլադի հետևից, Վլադը կվերադառնա քեզ մոտ։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, որտեղ եք ուզում ինձ գցած լինել։ Քո անհաջողությունները քո անխելքության մեջ է։ Նորից եմ ասում, եթե քեզ հավաք պահես ու այդ երեխեքին ունենաս, ես քեզ կօգնեմ, որ Վլադը վերադառնա։ Հա, ես ամեն ինչ կանեմ դրա համար, խոստանում եմ, ես ամեն ինչ կանեմ։ Դու առաջին հերթին այնպես արա, որ այդ երկու երեխեքը առողջ ծնվեն։ Դա ոչ միայն քեզ համար, դա ինձ համար էլ է շատ կարևոր։ Հեսա պապան էլ ա գալիս։ Մեզ ուրախ բայր են սպասվում։ Գալիս եմ կյանքս, բան չմնաց դիմացի։ Բախտը նորից սկսել է ինձ ժպտալ։ Դատավորը տա զանգում։ Գիտես, իրանից ա կախված, թե ես քո հանդեպ ինչքան դաժան կլինեմ։ Այ հենց ինքը պիտի կարդա քո մահապատիժը։ Էս ինչի չես խոսում։ Մտածում ես տենց խելոք մնալով կաշիտ կփրկես, հա։ Էս հիմարին նայ, որ զանգերից չի պատասխանում։ Հա, քուրիկ ջան։ Ապուշ, ինչի չէիր պատասխանում։ Ինչ վատ միտք ասես ծնվեց գլխումս։ Գժո ջան, դե մեր հյուրով եմ ընկածելի, վայ։ Դրան տանջելն արդեն սկսել ես։ Չէ, պապայի հետ խոսացի, պապան ասեց ոտդ կախքցի միջև հասնեմ, ես էլ տենց արեցի։ Այսինքն դու պապային ասել ես ինչ ես արել։ Հիմար ես։ Հա, ու ասեմ ավելին, Կարմենչո ջան, պապայից լավ էլ դուր եկավ իմ արածը։ Չէ, դու կատարյալ ապուշ ես, Արամիկ։ Դեբիլ ես աղջի, էլ ինչի։ Կարաս ինձ ասես, որ հասկանամ։ Չգիտեմ։ Այն ինչ ես եմ պարզում, այն ինչ ես եմ իմանում, այդպես մի անգամից ասելու բան չի։ Իրոք եթե Ադամեի երեք ես չի դատապարտել, ուրեմն շատ բան ա փոխվում։ Այսինքն խաբել եք ինձ։ Դե, եթե ես եմ խաբված, ուրեմն քեզ խաբելը չել զարմանալու բան չի։ Ուրև դու ոնց որ շատ բան գիտես, բայց ինչ չես ասում։ Գիտեմ, իհարկե,
Գիտեմ, ինչ որ բաներ գիտեմ, բայց կա մի բան, որ ես դեռ պիտի ճշտեմ։ Երբ ճշտեմ, այն ժամանակ էլ ամեն ինչ կասեմ։ Եթե Ադամյանը երեք ես չի դատապարտել, բա ինչի աղբերը թե Թարիֆին սպանել։ Չգիտեմ, ինձ էլ դա հետաքրքիր։ Բայց հարցից հարցածագում։ Եթե Լևի աղբերն են սպանել Ադանայի ծնողներին, ուրեմն ինչի Մոնտեն ասեց։ Հա, Ժանո, ինչ որ բանով պիտի զբաղվես, վերջապես թե չէ։ Սա որ պիտի գնա քաղաքից դուրս, հաստատ լակոտի մոտ է գնում։ Ես ու Ադանային գցինք, բռնինք, մտածինք, ասինք մի հատ զանգենք, քեզնից օրհնություն ստանանք։ Էնա Ադանեն էլ ասում է միջև Վլադայի մեզ չորնի, ես քեզ չեմ տրվի, Արամիկ ջան, ես էլ ասի զանգեմ, աղբեր ջան։ Դա ամեն վարքյան ինչ ասես կարան է Ադանային։ Ես այդ մտքից խանգարվում եմ, մենակ հասնեմ էլի, մենակ ձեռս ընկնի էլի, կտոր եմ անելու։ Հենց հիմա զանգում ես տղուտ ու Ադանայի տեղը իմանում ես, թե չէ ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ։ Մյուսը ուղիղ ճակատին եմ խփելու։ Դու չհասկացար, որ քեզ մահվան խաղի մեջ գցեցիր, Վլադիկ։ Ալիքս Էցրակիչ մեզ հետևում են։ Հետո հետևեն, թե ավելի ապահով չի։ Պետք է հարցերը լուծենք։ Չլինի ես հետևողը, պես ասա։ Հա, ինքն է։ Սպասելի էր։ Ինչ ենք անում, Ալիքս Էցրակիչ։ Գնում ենք մեր ճանապարհով, մեզ հետ գալա ուզում թող գա։ Արի, որ քեզ քո սիրած աղջկա առաջ նվաստացնեմ ու չդարձնեմ։ Քանի որ ինձ ոչ մեկը չի օգնում մեր ընտանեկան խնդիրների լուծման հարցում, ես այդ բարդ գործը վերցրել եմ ինձ վրա։ Всё, մամ, էլ չշարունակես, մեկա չեմ լսում։ Դու ինձ արհամարում ես, իսկ ես գնացել եմ Գուշակ Գաբրիելի մոտ հենց մեկը քեզ համար։ Ու գիտես ինձ ինչ ասաց։ Ասաց, որ դու խաբված ես։ Ничего себе новости. Դա մենք առանց իր ասելու էլ գիտեինք։ Ավելի լավ է պապայի փողերը այսօր քամում չտաս։ Մեկ էլ գիտես ինչ ասեց։ Ինչ։ Ասեց, որ պապայիդ էլ իրա մոտ տանեմ։ Իհարկե ամենից էլ հարցրեցի, բայց նա պատասխանեց, ասեց, որ վտանգի մեջ չէր երեխեն։ Դե ես էլ մտածեցի, այ մարդ, եթե վտանգի մեջ չի, բա ուր է երեխես։ Ես էլ արհամարից գնաց։ Այո, բարձ չեմ ասում, տաքսի ուղարկեք իմ ասած հասցեով։ Գրակն ընկանք հեռախոսս միացրեցի։ Ալո։ Կարմեն Սիտա ջան, ինչ լավ է, որ քեզ գտա։ Դրա ինչն է լավ, մամա։ Հեսա կզանգես պապային, կասես գտել եմ, չէ, արի տանենք ընդհատենք հղիությունը։ Չէ, աղջիկ ջան, ինձ միայն քո վիճակն է մտահոգում, ասա ուր ես, ոնց ես։ Այդ թող ձեզ չհետաքրքրի։ Միայն իմացեք, որ դեռ ողջ եմ։ Ես էլ, երեխեքս էլ։ Աղջիկիս համար դարձել եմ լակոտ։ Բոժը մոյ։ Սկսել են ինձ չհարգել, սա ինչ բան է։
Приехали. Մնացրել այդ կուշակը մամային ասեր, ձեր աղջիկը կույս չի։ Կսպանի ինձ մամաս։ Այդ տենց բան իմանա։ Չորդ է։ Հերի։ Չեմ պատասխանելու։ Նագը։ Ինչ երեսով ես դու ինձ զանգել։ Քո հանդեպ ունեցած սերն է ինձ իրավունք տալիս զանգել քեզ։ Что за наглость, այդքանից հետո դեռ սիրուց խոսել։ Ես քեզ սիրում եմ։ Իմ եսից էլ շատ եմ սիրում, եթե զանգել եմ քեզ։ Վերջին անգամ լինի, մյուս անգամ չփորձվես իմ համարը հավաքել։ Իսկ եթե չեմ կարողանում, քո հանդեպ իմ սերը չի թողում քեզ չզանգեմ։ Դե լավ, էլ դերասանություն մի արա, մեկա Օսկար չեն տալու։ Կարող է մի քիչ ապուշի տպավորություն եմ թողել, բայց նույն սխալը երկրորդ անգամ հաստատ չեմ անի։ Երկրորդ անգամ ես քեզ չեմ հավատա։ Որովհետև չես ուզում հավատալ աղքատ ավտոմեխանիկին։ Հարուստ տղուն հավատալը քո համար ավելի լավ է։ Ինչ ուզում ես մտածի։ Այո, քեզ հավատալը, աղքատին հավատալը ինձ պատիվ չի բերում։ Ալիքս Էթրակիչ, ինչ ենք անում։ Մտնում ենք ներս։ Բա ձեր փեսեն։ Մարդը եկել է որ ներս մտնի։ Այդ թողնենք թող մտնի։ Չհասկացա։ Ես ուր է Արամիկը բա։ Վայ Արամիկ։ Ես քեզ կսատկացնեմ Արամիկ։ Կսատկացնեմ։ Աննասուն լակոտ։ Ադամեն չի։ Ես եմ Ալիքս Էթրակիչն է։ Արի։ Քո նախկին աներն է, արի։ Անհույսա սպասել է, որ դու կգաս, որ կներես ինձ ու նորից ես տուն բերող ճամփան կբռնես։ Մեկ մտածում եմ, որ ավելորդ է իմ ապրելը, մեկ էլ հասկանում եմ, որ չեմ կարող հեռանալ այս կյանքից, չիմանալով ինչպես դասավորվեց կյանքդ։ Այն օրը երբ հասկանամ, որ քո ընտանիքն ունես ու երջանիկ ես, հեռու գեղձ ու վտանգավոր մարդկանցից, ես խաղաղված ճամփա կբռնեմ որդուս մոտ։ Դուք ինձ չեք հիշում։ Ես հազվադեպ եմ մարդկանց դեմքերը մոռանում։
Դե։ Փչիր թող հանգչի, Ինչի համար։ որ կարողանամ պարզ տեսնել այն սևողին, որ բռնել ես տխուր կյանք ունեցող այդ երիտասարդի հետ, որը շատ դժբախտ կյանք է ունեցել։ Ինչ գիտեք նրա մասին։ Ոնց է մայրդ քեզ չի ուղեկցել։ Չորդ։ Իմ խելքը ասեմ, որ եկա ձեր մոտ։ Ամեն անգամ, երբ ես հասնում եմ ինչ-որ կարևոր պահի, երբ դուք պիտի ինչ-որ կարևոր բան ասեք, դուք թեման փոխում եք։ Հաջողություն։ Ընտանիքդ քեզ կդատապարտի, որ իմանա ինչքան հեռու ես գնացել այդ երիտասարդի հետ։ Ինչքան հեռու եմ գնացել։ Ինչու ես ինձ հարցնում, եթե ինքդ լավ գիտես։ Մենակ խնդրում եմ, ինձ մի բան ասեք։ Սիրել է ինձ ինքը։ Սիրում է։ Բայց դաժան կյանքով է ապրելու ապրում։ Իրա հետ հեշտ չի լինելու։ Նա շատ դաժան կյանք է ունեցել։ Ես փաստորեն սարկած էր, այս ամեն ինչը։ Խափեցիք, բերեցիք, գցեցիք թակարդը։ Հա, թակարդի մեջ ես պիսոջա, թե կարաս ճանկերդ ցույց տուր։ Այս կաբինետում ձեռք չտվեցիք, որ ստեղ 1000 հոգով հարցերս լուծեք։ Ուր 1000 հոգի։ 1, 2, ես չկամ։ Ես ձեռքերս չեմ կեղտոտելու։ Դու լավ էլ գիտես որտեղ է նարկոշոտ։ Պրոստը դու էլ տղետ էլ լավ խաղացիք։ Ինձ հարիֆացրիք։ Ինչ էիր անում արա։ Զենք էիր անել վրես։ Կրակում էիր, աչքս էիր ուզում վախացնեիր, հա։ Իսկ դու չես մտածում, ես ինչ կարամ անեմ քեզ հետ։ Ինչ պատժի կենթարկեմ քեզ աղջկաս նվաստացնելու համար։ Ինձ հիմա մենակ իմ սիրած աղջիկն է հետաքրքրում։ Ու վերջ։ Ուրիշ մեկի վրայով կարայր սենց խաղայիր։ Բայց դեռ չի ծնվել են մարդը, որ Ալեքս Ետրակիչի աղջկա հետ սենց կարավարվի։ Ես մեղավոր չեմ, որ քո աղջիկը։ Ու չի ծնվել են մարդը, որ իմ վրա զենք կքաշի ու կմարսի։ Ծնվել է։ Ես եմ։ Ու ես են մարդն եմ, որ կսատկացնեմ քո նարկաման լակոտին։ Գերեք դրան։ Քիչ մնաց տնականդ, քիչ մնաց, որ դեմ առ դեմ կանգնենք ու նայենք իրար դեմքի։ Միայն տեսնեմ քեզ, նայեմ աչքերիդ մեջ ու թքեմ երեսիդ։ Անպատկառ։ Դու սպասիր, ես գալիս եմ։ Այս մեր վերջին ճակատագրական հանդիպումն է լինելու։ Ու ես էլ առաջվա պես համբերատար չեմ գտնվելու։ Ես հյուրեր չէի սպասում։ Չէիր սպասում, բայց ես եկա։ Չի համար ես եկե։ Ոնց շոգում եմ, հոգիդ խորն է, անցյալ տել հարուստ։ Եթե չլներես անտերը, գիտես ինչքան մարդու կվերացնեիմ անցյալից։ Հետարքիր է, ումից կսկսեիր։ Ինչ ես հարցում։
Իսկ ինչի համար են ուզում սպանել քեզ։ Մտքում դու չգիտես։ Գիտեմ, բայց իմ իմացածը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ ինչի պիտի ես քեզ ինչ-որ բան ասեմ։ Որովհետև ես միակ մարդն եմ, ով կարող է քեզ օգնել։ Ինչի դիմաց։ Պատմի տեսնեմ ինչ է եղել։ Այն գիշեր, երբ դատավորին սպանել են, դու դատավորի տանն էիր։ Ալիկի հրամաններ կատարողն ես եղել։ Ինչի դու չգիտես ես ով եմ եղել։ Անկարևոր մեկը, բայց քեզ ոնց որ թե շատ են կարևորում։ Այդ փաստն ինձ շատ է հետաքրքրում, դրա համար էլ եկել եմ իմանամ, թե ով ես դու։ Գնա։ Դու չէ, որ պիտի ասես գնամ, թե մնամ։ Պատմի քո սխրագործության մասին։ Ինչ բերեց իրա գլխին էս տղեն, որ զանգերի չի պատասխանում։ Ալո։ Վլադ, ես ինչ է զանգերից չես պատասխանում։ Ալո։ Բա։ Հա, Վլադ, ինչ է եղել։ Ուր ես։ Բա։ Օգնիմ։ Պետք է գտնենք Ադանային, բայց ես վիճակի չեմ։ Էդ ինչ ես այտենց խոսում, որտեղ ես, Վլադ։ Ալո։ Վլադ։ Կարողա չպետք է դրան սաղ թողնեինք Ալիքս Եթրակիչ։ Երբ որ սպանելու վաղթը կա, կասեմ, ամպերեք։ Կսպանեմ ես ես լակոտի։ Բա չասեցիք, որ ժամանակը գա սպանելու կասեք։ Այ դեբիլներ, ես իմ դեբիլի հետ եմ, որ ինձ մատը իրա խաղացնում է։ Երկար պիտի ծեծեմ։ Ես էլ երկար պիտի սպասեմ, ոնց որ Ամերիկայից գայիր։ Շուտվանից եք եկել։ Այդ կարևոր չի։ Լսի, գնացի տուն, օրս արև մտա, մեկ-մեկ դարակները դասավորի կորել էի մեջը, հազիվ բանալին գտա։ Լավ էր, իրան էլ ավտոյի մեջ էի խցել, չբռնվանք, եկանք ասանք։ Դե կարևորը, որ գտալ բանալին, ու կարևորը, որ ձեզ ոչ ոք չի տեսել։ Ուրա։ Սենյակում է։ Արել է իրեն, ինչ որ ասել էի։ Չէ, չեմ արել։ Որ ճիշտն ասեմ, ժամանակ էլ չունեի։ Ամենին, որ մի քիչ ավելի անկեղծ լինեմ, ասեմ, էդի հեչ իմ սրտով չէր ու իմ հակով չէր։ Արամիկ կարող է հիվանդ ես։ Որ մի տղային տենց առաջարկ անես, որ չհամաձայնվի։ Դու գիժ ես։ Արա ես հիվանդ չեմ, պրոստը դու մոռանում ես, ես ինչ տղա եմ, ինչ հարգանք եմ վայելում ես քաղաքում, մոռանում ես ում ախոր տղեն եմ։ Իմիջայլոց ասեմ, вообще հիվանդ չեմ, 100 հոգու դեմս հարցերներ լուծեմ, բայց իրանց կամքով, ոչ թե իրանց կամքին հակառակ։ Այդ հեչ իմ մակարդակով չի ու իմ ակով չի։ Բայց դու ինչ դեբիլ ես, Արամիկ, այնքան դեբիլ ես, որ պապային տեղը տեիր ասել։
Վրա էլ ինձ ես բան ասում։ Հորս ալեվես ինչ ծանր նաֆաս ես, դու հետո էլ վլադիկին եմ ասում ես էլի։ Բարև։ Հեսա Կարմեն ջան, վերել եմ, կապել եմ, դզել եմ։ Էս կատուն լեզուտ տարել, թե համեստ կերպարիդ մեջ ես մտել։ Արամիկն է, Վլադիկը չի, ոնց որ դուրս արի այդ կերպարիդ մեջից, կարիք չկա։ Երկուսդ էլ նույն հիվանդն եք։ Փաստորեն խոսալ գիտես։ Հա, գիտեմ, հիվանդ, գիտեմ, ինչ եք ուզում ինձնից։ Ես որ այդքան քեզ խնդրում էի, համոզում էի, աղաչում էի, որ հանգիստ թողնես ինձ ու Վլադիկիս։ Թողեցիր։ Կատարեցիր խնդրանքս։ Հոգնել եմ արդեն։ Հոգնել չկա։ Ինչ ես արել, որ նույնիսկ Արամիկս քեզ ոչ մի բան չի արել։ Գրողը տանի, երբ որ ես բարևում եմ, սպասում եմ, որ ինձ պատասխանեն։ Բարևի։ Կարմեն ջան, մի քիչ հանգիստ խոսա։ Ղեղջի Արունը ջուր դառավ։ Ամեն ես ինչքան գիտեմ, դու հետը երկար ճամփա պիտի անցնես։ Քեզ մի քիչ հանգիստ բայ։ Մի հատ էլ փորձենք։ Բարև։ Նորից փորձենք։ Բարև։ Դե ցավոտ տանեմ, արա էլի ինչ ասում է։ Մի կատաղացրու, ինքը ինպես համբերատար չի, որ տենց լավ բայ է իրան։ Չէ, երևի մի հատ էլ փորձենք։ Բարև, Ադանե։ Բարև։ Ես իմ աղքատությունից չեմ ամաչում։ Եթե չամաչեիր, կներկայանայիր այն, ինչ կաս, ոչ թե ուրիշ մարդ։ Իսկ դու ինձ կընդուներ նենց ոնց որ ես կամ։ Չգիտեմ։ Իսկ եթե իմանայիր ես ով եմ, դու ինձ մոտ կթողնեիր։ Դու ինձ վրա չէիր էլ նայ։ Դու ինձ կուղարկեիր շատ հեռու։ Բայց տենց արդար կլիներ։ Իսկ եթե ես սիրում էի քեզ ու կյանքում առաջին անգամ իմ համար ավելի շատ քեզ հասնելն էր կարևոր, քան արդարությունը, գոնե մեկ անգամ քեզ համբուրելը։ Երջանիկ աստղիտակ ես ծնվել։ Քեզ մի համբույրից ավելին հասավ։ Հա։ Ու ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ Սիրում ես ինձ։ Ես մեռնում եմ քո համար։ Պատերազմում դու կայր ու չկայր։ Ես միշտ էլ մասնակցել եմ այդ պատերազմին։ Ներկա չեմ գտնվել, բայց իմ մասնակցությունը ունեցել եմ։ Զենք էիր մատակարարում։ Հա։ Ասում էի ամեն ինչ ինձ վրա։ Դուք մենակ կռվեք։ Տղերքի որ մեկի բերանից մի բան դուրս էր գալիս, անմիջապես կատարվում էր։ Ես ամեն ինչ վերցրել եմ ինձ վրա ու գնում էի ամեն քայլի։ Ո՞վ բան ասում։ Չէ, որքան խոսում եմ քեզ հետ, այնքան համոզվում եմ, որ հոգիդ շատ խորն է։ Շատ լիքն է։ Շատ։ Մեկ կարելի է ապրել առանց որևիցե բան իմանալու։ Մեկ կարելի է հեշտին վազել։ Ինչի համար է սպանվել դատավորը։ Քո համար։ Ալիկի հիմա այստեղ չի, կարող ես հանգիստ խոսել ու չխաղալ։
Ես քո աղբորից մի բանի համար եմ վախենում։ Հա, բայց այդ վախն արդեն պիտի որ չլինի։ Դատավորի աղջիկը գիտի, թե ով ես դու ու ինչ ես արել։ Դատավորի աղջիկը ծիծաղելի է։ Ինչն է քեզ այդպես ծիծաղացնում, Պալաչ։ Քո անտեղյակ լինելը, ուրիշների անտեղյակ լինելը։ Դե ասա, պատմի, որ տեղեկանանք։ Ես հիմա դրա համար եմ այստեղ։ Լևս ինչան։ Իրանք վախենում են, որ ես բերանս կբացեմ։ Բացի օրենքով սահմանված պատժից, դու էլ նրանց համար պատիժ կսահմանես, որովհետև դու այդ տարիներին շատ բան արիր ազգիս համար։ Իմ դեմ ինչ քայլեր է արվել։ Ես հիմի մտադիր չեմ ասել։ Ստիպված ես մտադրվել ու խոսել։ Ոչ։ Ես վախենալու էլ բան չունեմ։ Ես կանեմ այն, ինչ գտնում եմ ճիշտ է։ Այն, ինչ կարող է անել մեռնող մարդը, մենակ մեռնող մարդը։ Այդ հիմա փորձում ես ինձ ամեն կերպ հասկացնել, որ չկա մի բան, ինչից կարող ես դու վախ զգալ։ Հաճելի է տեսնել, որ դու վախ չունես։ Որ քո դիմաց կանգնածները, վախները սրտերում սպասում են, որ դու հանկարծ բերանդ չբացես ու ամեն վարքան աղոթում են քեզ համար։ Իսկ դու կբացես բերանդ ու հատ կասես, թե ինչ ղալաթ եք արել։ Թե չէ ինչ։ Թե չէ այն, որ ես ոչ Ալիկն եմ, ոչ Վալերիկը, ոչ էլ առավել ևս Ադամը։ Ես քեզ հետ չեմ խաղա, դու այդ մարդը չես։ Ոնց որ խարոպայի եկա, հա։ Ինչ կա աղջկանիցս։ Բան չէ, ճանապարհին բլադին զանգեցի, ասի կարող եմ միասին լնան, մեն էլ ինքն է տեղյակ չի։ Ես էլ եկել էի օգնությունս առաջարկելու, թե ոնց կարող եմ օգնել գտնելու աղջկան։ Բասեր միասին գայինք։ Ես մի հարց էլ ունեմ տալու ես մարդուն։ Ինձ հետաքրքիր է, ով է սպանել դատավորին։ Դու, թե Ալիկը։ Խոսա։ Ինչի դու այդ պատասխանը չգիտես։ Դե, պարզվում է չգիտեմ։ Դե ասա տենանք ով է եղել, բան իմաց մարդ։ Ես չունեմ ձեզ բան ասելու, գնացեք իմ տնից։ Թե սպանելու ես ուզածիդ հասնելու համար։ Հա, մենք նորից կհանդիպենք։ Ես քեզ ասում եմ, իսկ դու ինձ չէիր լսում։ Նա պիտի գոհ լինենք, որ Ալիկը վերջը չի տվել։ Այսուս։ Լսի, խելքի արի, ում հետ ես ոտք մեկնում, ում դեմ ես գնում։ Ալիկը վախ չունի, հետևանքների մասին չի մտածում, վլադ, վերջդ կտա, դար չի անի, մինչև մի քայլ անելը լավ մտածի։ Ես արդեն թքած ունեմ այդ հետևանքների վրա։ Պապ, խնդրում եմ, օգնի ինձ գտնենք Ադամային։ Նախ քեզ տանեմ տուն, հետո տեսնեմ մի բան մտածեմ։ Արի, դրուս արի։ Ես չեմ կարա հիմա հանգիստ լինեմ, ամեն վարքյան գլխումս Ադամն է։ Արի գնանք տուն, հետո դրա մասին կատատ։ Վախ, ցավը կվերես։ Զուշ։ Արի։ Վայ։ Տեսնում ես այս բնակարանը։
Սա իմ ու Վլադի բնակարանն ա եղել։ Մենք այստեղ պիտի ապրեինք, այստեղ պիտի մեր ամուսնական կյանքը վայելեինք։ Բայց տենց էլ չապրիկ, չէ, Կարմեն ջան։ Չապրեցինք քո պատճառով, սատանա։ Ինչքան կարաս դու քո չստացված ամուսնության մեջ ինձ մեղադրես։ Իսկ ում պիտի մեղադրեմ, հմ։ Ում պիտի մեղադրեմ։ Երբ որ մենք եկանք ես տուն, մեծ սիրով կահավորեցինք ես տունը, անգամ մտածում էինք, թե քանի երեխա պիտի մեծացնենք ես տանը, իսկ դու ինչ արեցիր, գող։ Խորս արդ տենց բան էլ ա եղել, հա։ Բայց մենք ես տանն ընդամենը մի քանի օր ապրեցինք։ Ես անգամ իմ ամուսնական առաջին գիշերը իմ ամուսնու կողքին չարթնացա, որովհետև դու կախարդել էիր նրան արդեն։ Դու հիվանդ ես դու։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանում, ճիշտ ասած ես մի քիչ սովածացա, ասում եմ մի բան չուտենք, այնա լիքը լավ բան եմ առել հանգանոտ, դե ես ջիգանսկի աղատղա եմ, գնամ բանանեմ բերեմ ուտենք, հա։ Համեստ աղջիկ ես խաղում, երբ որ հետդ խոսում եմ, խոսա! Ավելորդ համ։ Չէ, դու ինձ լրիվ կժիտ աղաստնում, հա? Քեզ թվում ա ես գիշ եմ? Հա? Ինչ խոսամ։ Ինչ կարամ ես քեզ ասեմ։ Եթե դու ինձ ոչ լսում ես, ոչ էլ հասկանում։ Հստորեն, ես նաև անհասկացող դարձա, հա? Տես, անգամ բարերի իմաստը ճիշտ չես հասկանում։ Լավ։ Թող որ ես անհասկացող լինեմ, թող որ ես գիժ լինեմ, թող որ ես գեշ լինեմ, բայց Վլադը իմ ամուսինն ա, իմն ա, ես պիտի իրա կողքին ապրեի։ Ապրեիր, իզնից ինչ ես ուզում դու։ Չէ դու գիժ ես։ Ոնց ապրեի, եթե գողացար, եթե տարար իմ ամուսնուն։ Ես նրան չեմ տարել, չեմ տարել նրան, դու թե լավ գիտես։ Չէ, ես սրանք կստանեմ հիմա։ Ես դեմ չեմ։ Զոհ ես խաղում, հա, փաստորեն։ Ես հիմա այն վիճակում եմ, որ կնախնդրեմ մեռնել։ Դից որ խնդրում եմ, կարաս հանգիստ սպանես։ Բայց շատ խորամանկն ես ապրես։ Քեզ թվում է, որ ես հիմա իմ ձեռքերով քեզ սպանեմ, Վլադը կհիասթափվի, որ երբեք իմը չի լինի, չէ։ Էդ ա ուզածդ։ Խղճում եմ ես քեզ։ Մենք ես տունը չվայելեցինք։ Ես ու Վլադս չապրեցինք ես տանը։ Ես իմ հղիությունը ամուսնուս կողքին անց չկացրեցի։ Հիմա ինչի պիտի ես հաշտվեմ քո գոյության հետ։ Խոսա։ Չէ, ես քեզ կսպանեմ։ Թող ես մենակ մեծացնեմ իմ երեխեքին, ոչինչ։ Կարևորը կիմանամ, որ Վլադս քոնը չի լինելու։ Ինքը ոչ քոնը կլինի, ոչ էլ իմը։